ինչպես մաքուր պահել լյարդը, որովհետև որովայնի ճարպակալումը ուղիղ հարված է հասցնում լյարդին, լյարդի ճարպակալում է առաջանում, բացի սննդակարգից կան խոտաբույսեր, թուրմեր։ Մարիամի փուշը, բոլորը գիտեն դրա մասին, գարտան դրա մասին, օգտագործեն, շատ լավ բան է, օգտագործում են արդիշոկի։ Այո։ Այդ դրա շատ օգնում։ Արդիշոկը։ Իհարկե ինչ որ խոսում եմ լրիվ վերցրած 99%-ով որ փորձված բաներ են մարդկանց կարծիքների կամ բաների վրա եւ հետազոտությունների վրա։ Ես ինչ որ խոսում օտիզմ ոչ ման չեմ խոսում։ Ու ես անձամբ օգտագործում եմ նակը, կոչման նակ։ Ինքը էլի խոդաբույսերից է, բայց դեղահավի միջոց է, մեկ է տուտ կա։ Այս սրանք շատ լավ բալանսի են բերում լյարդի աշխատանքների ֆունկցիաներին ու պաշտպանում են իրան։ Okay, ու իհարկե այս ընթացքում պիտի հեռու մնաս fast food-երից, ջարբոտ ուտելիքներից, որովհետեւ քոնե կարողանաս վերահսկես քո լյարդը, տուրմերը կարելի է թրմել, սնունդից կես ժամանակ ընդունել մի բաժակի տեսքով ու վերջ։